Պարոն Մելքոնյան, մի փոքր մեր զրույցը սկսենք քաղաքականությունից, ինչ եք պատրաստվում անել խորհրդարանական ընտրություններին եւ արդյոք վստահ եք, որ պատվիրակները, 1000 պատվիրակները կքվեարկեն ձեր օգտին եւ դուք կլինեք առաջին 50 անվանացանկում։ Բանը ինչ վերաբերում է իմ անձին, դա հետաքրքրում ցես։ Դե ասենք պատվիրակները բոլորին ճանաչում է, իրանք են որոշելու, ես չեմ կարող ասեմ, որ այնպես վստահ ասեմ, որ ինձ ընտրելու են կամ չգիտես ինչ, ուղղակի լավ է, որ ասենք բան է, էլի, ասենք այդտեղ ոչ խաբել է լինում, ոչ բան, ժողովուրդն է ընտրում, ժողովուրդն էլ կընտրի, չի ընտրի։ Պարոն Մելքոնյան, տեսեք, նախընտրական փուլում սկսել է քաղաքական ակտիվացումը տարբեր ուժերից, օրինակ խաղի մեջ է մտել, այսպես ասած, մեր ձևով շարժումը, մի քանի այլ շարժումներ, որոնք առաջադրվել են որպես վարչապետի թեկնածուներ են ներկայացրել մեր ձևովը ամսի 12-ին կներկայացնի իր թեկնածուին։ Դուք ում եք ձեզ մրցակից համարելու խորհրդարանական ընտրություններում հունիսին։ Բոլորն էլ մրցակից են, ովքեր որ ասենք ներկայացնում են, որ արդեն դաշտում երևում են, բոլորն էլ մրցակից են։ Այսինքն դուք նկատի ունեք ով կարա հաղթի։ Այո, խորհրդարան ով կմտնի ձեզ հետ որպես ընդդիմություն, եթե դուք լինեք իշխանություն։ Չեմ կարող ասեմ, որտեղ իրենք մի ուժերը կենտրոնացնում են, որոշել են մի քանի կուսակցությունով մտնեն, ասինքն իրենց հետաքրքրում է Գյումրիի տարբերակը, իրանք մտածում են, որ Գյումրիի տարբերակով Քոչարյանն ասում է 3-4 կազմակերպություն, կուսակցություն պետք է մտնի, բայց ինքը արդեն երևի չի տեսնում, որ Գյումրիի տարբերակը չի աշխատելու։ Այս անգամ Գյումրիի տարբերակը չի աշխատելու։ Ոնց որ չաշխատեց Էջմիածնում, այնց էլ հիմի չի աշխատի։ Ժողովուրդը լավ է հասկանում այդ ամեն ինչը, արդեն Գյումրին ժողովրդի համար դառավ արդեն չափանիշ, որ իրանք չեն թողնի երկրորդ Գյումրին կրկնվի։ Պարոն Մելքոնյան, օրինակ մամուլը գրեց, որ Գագիկ Ծառուկյանի հետ թիմ է կազմավորվում եւ հնարավոր է, որ Գագիկ Ծառուկյանը որպես վարչապետի թեկնածու մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Չեք կարծում, որ մեր ձևովը Գագիկ Ծառուկյանը իրենց գործով, համբավով հայտնի որպես բարերար, հնարավոր է լուրջ մրցակիցներ դառնան ձեզ համար։ Դե Գագիկ Ծառուկյանը նաեւ ասենք Այս վերջի ընտրություններին ինքն էլ մասնակցեց եւ չանցավ, չէ։ Ինչքան ես գիտեմ, 2021 թվականին մասնակցեց ինքը։ Եթե չեմ սխալվում, 21 թվականին մասնակցեց, ցայները բավարար ցայներ բանար չավակեց, եթե չեմ սխալվում։ Հիմա ինքն էլ արդեն կարա բանանի կարա միանա ինչ-որ կուսակցության, բայց հիմի խնդիրը նրանում է, որ բոլոր ովքեր, որ ինչ-որ բան են կորցնելու, միավորվելու են, որովհետև դատախազությունը շատերի հետ կապնված, արդեն դատական պրոցեսներում է գտնում գույքի բռնագրավման, ապօրինի գույքի ձեռքբերման եւ այդ գույքի բռնագրավման եւ դա կստիպի շատերին, որ նորից միանան, ասենք կարողանան այնց անեն, որ իրենց գույքը չկորցնեն։ Սրանց ամբողջ նպատակը դա է, որ իրենց գույքը չկորի։ Իրենց ոչ Հայաստանն է հետաքրքիր, ոչ մեր երկիրն է հետաքրքիր, ոչ մեր ժողովուրդն է հետաքրքիր։ Իրենց հետաքրքիր է մի բան, որ իրենց ունեցվածքը չկորցնեն։ Պարոն Մելքոնյան, արդյոք քաղաքական ճնշում չեք համարում, հենց որ ինչ-որ մեկը խոսում է, միանգամից քրեական գործեր, ապօրինի գույքի վերաբերյալ դատախազության հայտարարություն, սա քաղաքական ճնշում չէ, օրինակ ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Օրինակ ես չեմ տեսել միանգամից 7 տարի այդում է այդ process-ը։ Ինչու միայն այս տարի 19 քաղբանտարկյալ ունեցավ Հայաստանը։ Ես չեմ տեսել քաղբանտարկյալ,
ու չեմ էլ լսել, որ քաղբանտարկյալ կա, որ մեկնա քաղբանտարկյալ։ Օրինակ Սամվել Կարապետյանը, Բագրատ Սրբազանը, չեք կարծում, որ նրանք քաղբանտարկյալ են։ Բագրատ Սրբազանը տերորիստ է։ Միքայել Աջապահյանը, օրինակ Միքայել Աջապարյանին ինչի համար են բան արեն դատապարտել, որ կոչ էր անում, չէ՞, մարդկանց սպանելու, հեղափոխություն անելու, նմանատիպ կոչերով ինքը նստել, ապացուցված է, չէ՞, որ ինքը կոչ է անում։ Առաջի երկրորդ նախագահներին ասում է, որ դուք չեք կարում ձեր գեներալներին բերեք, ես բան անենք, ես հեղափոխություն կատարենք։ Կոչ է անում։ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ չէ։ Սամվել Կարապետյանը ի՞նչն է քաղբանտարկյալ։ Երբ որ ասում է դու չեք կարողանում քաղաքական ձևով ձեր հարցերը լուծեք, մենք մեր ձևով կլուծենք։ Նախ մի հատ պարզենք, էլի այդ մեր ձևը ո՞րն է։ Իրանց ձևը ո՞րն է։ Բա որ եթե պարզ չի օրինակ, որ մեր ձևովը ինչ է, ինչու նրան կալանավորեցին, ինչ 8 ամիսը կալանքի։ Իրանք ասում են մեր ձևով, մենք ուզում ենք հասկանանք դատարանով իրանց ձևը ո՞րն է։ 8 ամիս պահել են պարոն Մելքոնյան Սամվել Կարապետյանին, որ հասկանան մեր ձևովը ո՞րն է։ Այո, հա։ Պահել են, որպեսզի իրանց ձևը հասկանանք, ո՞րն է իրանց ձևը։ Հեղափոխությունն է, տերորը, ինչ են կազմակերպում։ Եթե իրանք պետք չէ բացատրեն, ասեն, որ մեր ձևը վարդերով ու ծաղիկներով գալիս ենք, չգիտեմ ինչ անենք։ Կաթողիկոսին փրկենք։ Պարոն Մելքոնյան, այսպիսի մի հարց, ձեր դուստրը Սևանի ափին հողամաս ունի, դուք բերեցիք ապօրինի գույքի եւ առհասարակ գույքի բռնագանձման վերաբերյալ թեման, Սևանի հարակից տարածքում դատախազությունը սկսել է բոլոր ապօրինի գույքերը, այսպես ասած, հողին հավասարեցնել։ Ձեր դստեր հողի մասին չեք ուզում խոսել, պարոն Մելքոնյան։ Ուրեմն իմ դուստրը Մելքոնյան Լուսինե գնացեք Միջև մակի գրասենյակում ստուգեք, տեսեք, իմ աղջիկը ոչ մի գույք չունի Սևանի ափին, գույք չունի։ Իմ աղջիկը բնակվում է իր սենյականոց բնակարան կա Ավանում։ Այդ է իր ապրելու տեղը։ Իսկ ինչ վերաբերում է, որ սրիկաները այդպես բան հայտարարեցին, ուղղակի այնտեղ բանը Լուսինե ինչ որ ուրիշ Մակարյան, չգիտեմ ինչ, այդպես ազգանով մեկին են գտե, ով որ այդ բանը գտնի, կնվիրեմ իրան։ Այդ իմ դստեր տունը, որ ասում են կա այսինչ տեղն է, ով որ գտավ այդ տունը, կստանա նվերինք։ Պարոն Մելքոնյան, բացի ձեր դստեր հողի հարց այսպես ասած, մամուլը գրում էր, որ ձեր թորնիկը դանակահարության է մասնակցել եւ վիրավոր անձը, եթե չեմ սխալվում, հայտնել էր, որ հենց դանակահարողը ձեր թորնիկն է։ Կասեք այդ պատմությունը հիմա որ փուլում է, որտեվ քրեական գործ էր հարուցվել։ Այդտեղ դանակահարության խնդիր չի եղել։ Վարչապետի հանձնարարականով, որ օբյեկտիվ միջև վերջ պետք է գնան։ Քննչական կոմիտեի նախագահի բանի անմիջապես հսկողության տակ եղել, իրանք գնացել են այդ բաները, որ կա կամերաները վերցրել են, կամերաներով երևում է թե ինչ է այնտեղ կատարվել։ Իրար այդ կատակ են արել, այնտեղ ինչ որ տրոսի բանի կտոր եղել, խփելա ընկերոջը կատակ են արել, այդ է եղել։ Իրանք ստուգել են ամեն ինչը։ Էդի սկզբից իրանք քրեական գործը կարճվել է։ Այդտեղ չի եղել տանակարություն, տանակ հասկացողություն չի եղել։